Փառք Աստծուն։ Եվ այսօր հրաշալի մի խոսքից եմ ուզում կիսվեմ, որ երկար ժամանակ համ մտածում էի, համ խորհում էի այս խոսքի մասին, ու Աստված ամեն անգամ ավելի էր հաճեցնում, ավելի էր պտղաբեր դարձնում այս խոսքը, ու ասում եմ մինչև հասավ ժամանակների լռումը, ու հասավ մինչև այսօր, որ կարող եմ կիսվել ձեզ հետ ու պատիվ է, գիտեք վերնագիր այսպես եմ դրել. Ուր է Աստված։ Գիտեք, շատ անգամ, թե մեզանից շատերս, թե անգամ մենք լսել ենք մարդկանցից, որ ինչ դժվարությունների, խնդիրների ժամանակ կամ ինչ որ հարցեր է ծագել ու թեկուզ է ոչ բարձրաձայն, իրենք իրենց ծածուկում կամ մտքերի մեջ շատերս ենք ասել, բա Աստված դու ուր ես։ Ուր է Աստված։ Չի տեսնում միտե Աստված։ Միտե Աստված անտեսել է։ Միտե Աստված չի էլ նկատել, որ իմ կյանքից մեջ էս արդեն հասունացել էս խնդիրը կամ արդեն սխալ ճանապարհի վրա է դարձել էս խնդիրը լուծելու։ Գիտեք, այսօր մենք, եթե ուշադիր լինես սիրելի քույրս ու եղբայրս, եթե ուշադիր լինես, թող քո բաժին պատասխան այսօր կստանաս, ուր է Աստված։ Ամեն։ Բացենք մեր սրտերը իրականում Աստծո խոսքի համար եւ կտեսնենք իրականում, թե երբ մենք դժվարությունների մեջ ենք, երբ մենք երկար ժամանակ թագում ենք ու չենք լսում, ուր է Աստված։ Ամեն։ Եվ առաջի տեղը, որտեղից որ ուզում եմ կարդամ ու սկսենք քարոզը, Հոբ գրքից է։ Ես օրինակ Հոբը շատ եմ սիրում, Հոբի պատմությունը շատ եմ սիրում։ Ճիշտ է, երբ որ պատմությունը կարդում եմ ու մտածում եմ, եթե հնարավորություն լինի, որ Հոբի հետ շփվեի այդ պատմության ընթացքում, կասեի Հոբ, գիտես, Աստված է թույլ տվել, շատ մի խառնվի իրար։ Աստված է թույլ տվել, ամեն բան Աստծո կատարյալ վերահսկողության տակ է, հանգիստ տեղի։ Մենք առաջի երկրորդ գլուխը Հոբի գրքի կարտացել ենք, գիտենք, բայց Հոբը չգիտեր ինչ էր կատարվում։ Բայց գիտեք, շատ անգամ մեր կյանքերի մեջ էլ առաջի երկրորդ գլուխներ կա, որոնք մենք չգիտենք ու խառնվում ենք իրար։ Ու հրեշտակն ասում է, գնամ ասեմ, որ հանգիստ տեղին դու գիտես, Աստված ասում է, կսպասի։ Գիտեք, մենք պետք է հանգիստ լինենք։ Եվ Հոբ 35:10 այսպես է գրված. Բայց մեկը չի ասում, ինձ ստեղծող Աստված որտեղ է։ Նա որ գիշերը երկեր է տալիս։ Նա մեզ երկրի անասուններից ավելի գիդուն եւ երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։ Գիտեք, այս Եղիուսի խոսքերն էր, երբ որ ասում էր, որ մեկը չկա, որ մանկա, մեկը չկա, որ իրականում բավականաչափ փնտրի Աստծուն, երբ որ ուզում է տեսնել Աստծուն։ Երբ որ ուզում է Աստծուց պատասխան ստանա, ասում է, չկա մեկը, որ իմանա, որ այդ ամեն ինչ որ իր կյանքի մեջ են բարիքներ են, երկեր են, ուրախությունները, որ են հաջողությունները, որ իր կյանքի մեջ կար, որտեղից։ Որտեղից։ Սիրելիս, մենք շատ անգամ ուրախության, հաջողության ժամանակ շատ մանկ չեն գալիս, այդ որտեղից այդ հաջողությունները, այդ լավ բաները մեր կյանքերի մեջ, բայց հենց դժվարություններ է գալիս, հենց նեղություններ է գալիս, այդ ժամանակ խառնվում ենք իրար։ Բայց գիտեք, մենք միշտ պետք է, այն որ ասում է, շատ ուշադիր, շատ զննենք, թե Աստված, դու ես ամենը որտեղից արեցիր, որտեղ ես դու եւ ինչպես արեցիր։ Գիտեք, շատ դեպքերում մենք անտեսում ենք, մենք շատ անգամ իմիջայլոց ենք վերաբերվում այն ամենին, ինչ որ մեր կյանքի մեջ տեղի է ունենում։ Մինչև որ հասնում է մի պահ, որ արդեն պետք է, այն որ մենք ասում ենք, տանագը ոսկորին է հասել։ Այդ ժամանակ նոր փնտրում ենք Աստծո երեսը։ Այդ ժամանակ նոր մենք փնտրում ենք Աստծուն, բայց այստեղ ասում է, չենք փնտրում այն ժամանակ, երբ որ ուրախություն է մեր կյանքերի մեջ։ Չենք փնտրում այն ժամանակ, երբ որ հաջողություն է մեր կյանքերի մեջ։ Ասում է, լավ ման արեք։ Ամեն անգամ Աստծո հետ ժամանակ անցկացրեք, թե ուրախության ժամանակ, թե տխրության ժամանակ։ Ասում են Աստված, ով որ մեզ իմաստություն է տալիս, երկնքի ամեն թռչուններից եւ ամեն ստեղծածներից առավել։
Արժե այս ամենի համար ավելին Աստծուն փնտրել, ավելի Աստծուն կոհանալ, ավելի Աստծո մեջ խորանալ, ամեն արժե սիրելիս։ Ու մի քիչ գնալով առաջ ես բացելով Ղուկաս 2-րդ գլուխը, գիտեք, այս խոսքը երբ որ իմ մոտս այն որ Աստված սկսեց խոսալ իմ սրտիս մեջ, մի մարդու հետ էի խոսում ու ասում է, երկար ժամանակ ինքը եկեղեցի չէր գալիս ու մի բան ասեց, Աստված ինձ հետ չի խոսում, Աստված ինձ չի լսում։ Ու ես իրան մի հատ հարց տվեցի, գիտենալով իր կյանքը Աստված ինչեր է արել, Աստված իր հետ ու ինչպես է Աստված ժամանակին իր կյանքը փոխել, ասեցի, իսկ դու այն ինչ որ Աստված քեզ ասել է այսքան ժամանակ, արել ես, որ Աստված հիմա էլ չի խոսում քո կյանքի մեջ, լռեց։ Գիտեք, որովհետև ամեն մարդ էլ ինքը գիտե, որ Աստված իր կյանքի մեջ բան է խոսացել։ Արդյոք մենք արել ենք, թե չենք արել, ավելի նոր բան ենք սպասում։ Հələ արեք, անենք այն ինչ որ Աստված է ասել մեր կյանքերի մեջ, լսենք, հետո նոր սպասենք նոր բանի։ Շատ անգամ մենք մտածում ենք ու մարդիկ են մտածում ենք, չէ, մարդիկ մտածում են, որ Աստված պետք է լսի ու անի։ Աստված լսող անող է միայն։ Աստված լսող անող չէ։ Սիրելիս, մենք պետք է լսող անող լինենք, մենք դերեր ենք փոխել։ Հով Արտուրը մի այսպիսի արտահայտություն ունի, շատերը մտածում են, որ Աստված մատուցող է, պետք է ասես գնա բերի։ Աստված չի անում այդպես, սիրելիս։ Երբ որ մենք հաշվի ենք նստում Աստծո խոսքի հետ, Աստված էլ մեր վրա ուշադրություն մեր կարիքների համար պատասխան է ուղարկում, բայց առաջի քայլը երբ որ մենք Աստծուն ենք եկել փրկվել ենք, Աստծո շնորհքն ենք ճաշակել, մենք պետք է լսողական ունենանք, ընդունող սիրտ ունենանք եւ տեսնող աչք ունենանք, որ այն ինչ որ Աստված ասում է, մեզ խոսում է մեր կյանքերի ու սրտերի մեջ, մենք մի անգամից բռնենք ու մտածենք ինչպես դա անենք։ Սերիս, էս է քրիստոնեության, այն որ ասում է հաջողությունը, երբ որ քրիստոնյան լսողական ունի։ Երբ որ քրիստոնյան չի լսում ու գցում հետ, որովհետև այդ բանը իրեն հարմար չէր այդ ամենը անել։ Հարմար չէր կամ ձեռնտու չէր։ Մեկ է ձեռնտու լինի թե չլինի, բայց մեր օգտի համար է։ Ամեն։ Ղուկաս 2-րդ գլուխ արեք բացենք։ Ղուկասի ավետարան 2-րդ գլուխ եւ 42-րդ համարից կկարտանք։ Շատ հետաքրքիր աստվածաշնչյան պատմություններ եմ այսօր ընթերցելու եւ ուսումնասիրելու ենք սերներս։ Եվ գրված է 42-րդ խոսքից Ղուկաս 2:42։ Եվ երբ նա 12 տարեկան դարձավ, նրանք տոնի սովորության համաձայն Երուսաղեմ գնացին։ Երբ տոնակատարություն օրերը լրացան, եւ նրանք վերադարձան մանուկ, Հիսուսը Երուսաղեմում մնաց։ Նրա ծնողները չիմացան այդ ամենին, կարծելով թե նա ուղեկիցների հետ է։ Մեկ օրվա ճանապարհ եկան, ապա նրան փնտրեցին ազգականներ ու ծանոթների մեջ, երբ նրան չգտան, հետ դարձան Երուսաղեմ նրան փնտրելու։ 3 օր հետո նրան գտան տաճարում, վարտապետների մեջտեղումը նստած, լսում էր նրանց ու վարտապետների մեջտեղում նստած, լսում էր նրանց ու հարցեր տալիս։ Բոլոր նրան լսողները զարմանում էին նրան իմաստության ու պատասխանների վրա։ Երբ ծնողները նրան տեսան, ապշեցին։ Նրա մայրը ասաց. «Որդյակ, ինչու մեզ այդպես արեցիր։ Ահավասիկ հայրը դու ես տագնապած քեզ ենք փնտրում»։ Եվ նա ասեց նրանց. «Ինչու եք ինձ փնտրում։ Չգիտեք, որ ես պետք է իմ հոր տանը լինեմ»։ Այս պատմությունը երևի թե բոլորս էլ գիտենք, կարդացել ենք, հա։ Գիտեք, շատ հետաքրքիր պատմությունը, երբ որ սովորության համեմատ եկել էին իրենց զոհաբերությունները բերեցին զոհաբերությունները, տոնակատարությունն արեցին, հետ դարձան, մեկ օրվա ճանապարհ գնացին, չգիտեմ, մեկ օրվա ճանապարհը մոտավորապես 30-ից 40 կիլոմետր է թե ինչքան, այդքան ճանապարհ գնացին, ու ասում է, նկատեցին, որ Հիսուսը իրենց հետ չէ։ Ասում է, 3 օր էլ հետ դարձան, ման էին գալիս, 4 օր,
առանց Հիսուսի։ Գիտեք, եթե այս պատմությունը ալեգորիկ ձևի վերածենք, հա, այլաբանորեն նայենք, շատերիս կյանքում, մեկի կյանքում, այս մարդկանց կյանքում 4 օր էր առանց Հիսուսի։ Մեկի կյանքում 6 օր, մեկի կյանքում 1 տարի, մեկի կյանքում 5 տարի հետո է նկատում, որ առանց Հիսուսի ենք գնացել ճանապարհ։ Շատ է հեռու արդեն գնացել։ Գիտեք, սա մի բան է, երբ որ մենք սկսում ենք սովորական նայել շատ բաներին։ Ով է նկատել իր կյանքի միջի փոփոխությունները, երբ որ ինքը նոր էր Հիսուսին դարձել, ապաշխարել էր։ Իսկ մեզանից ով է հիմա նկատում մեր կյանքի փոփոխությունն ինչ ընթացքի մեջ է։ Շատ քչերս։ Շատ քչերս, որովհետև մենք երբ որ նոր ենք եկել Աստծուն, մեր կյանքի մեջ մենք մեր փոփոխությունների վրա աշխատել ենք, աշխատում ենք։ Բայց անցնում է մի ժամանակ, մենք էլ շատ ուշադրություն չենք էլ դարձնում, թե ինչքան ենք արդեն հեռացել Աստծուց։ Շատ անգամ արդեն մենք չգիտեմ ինչքան ճանապարհ ենք գնացել, անգամ մենք մեզ ուշադրություն չենք դարձրել։ Փոխվել ենք, թե հետ ենք վերադարձել էլի։ Նորոգվել ենք, թե էլի հին կյանքի սովորություններին ենք դարձել։ Գիտեք, սա process է, որի վրա ամեն անգամ մենք պետք է աշխատանք տանենք։ Ինքնաբերաբար սովորության համաձայն մենք ոչ թե դեպի լավը կդառնանք, դեպի կփոխվենք, դեպի Քրիստոսի կատարելությանը կնմանվենք, այլ հակառակ process-ը մեր կյանքի մեջ տեղի կունենա։ Գիտեք, իրականում շատ դեպքերում է, որ մենք հասկանում ենք, որ այո, տարիներով Աստծո մեջ ենք, եկեղեցու մեջ ենք, բայց մենք էլ մեր կյանքը չենք բաժնեկցում Քրիստոսի հետ։ Մենք արդեն ենք որոշում ինչ պետք է անենք։ Մենք արդեն էլ շատ անգամ հաշիվ չենք տալիս մեր արարքների, մեր քայլերի, մեր խոսքերի, մեր վարքի համար։ Իսկ այն սկզբնական ժամանակում, այո, մենք ուզում ենք ամեն բան համապատասխանեցնենք Աստծո խոսքին, Քրիստոսի կամքին ու ապրելակերպին, բայց հիմա մենք չենք բաժնեկցում, մենք ենք որոշում, մենք ինչ պետք է անենք ու ինչպես պետք է վարվենք։ Ու անգամ, սիրելիներս, անգամ Աստված, երբ որ հանդիմանում է, մենք փակում ենք կարող է մեր ականջները ու չենք ուզում լսենք։ Սա գիտեք process-ի հակառակ ընթացքն է։ Ու այս ամեն ինչի մեջ պատասխանատվությունը, սիրելիներս, մեր վրա է։ Երբ ենք մենք թողել Հիսուսին։ Երբ ենք մենք առանց Հիսուսի ճանապարհ գնացել, ինչպես ասում է Հայտնության գիրքը, հետ դարձել առաջի սիրուտ, որտեղից որ դու ընկել ես կամ որտեղից որ մոռացել ես, որ Աստծո հետ չես էլ։ Եթե մեր եկեղեցին, սիրելիներս, ականջ շոյելու համար քարոզներ քարոզենք, մենք այսօր բոլորիդ կարող ենք ասել, որ դու շատ ճիշտ ես գնում, շատ լավ ես գնում, ես էլ ձեզի հետ գնանք, այսպես էլ ապրենք, շարունակենք, բայց չգիտես, սիրելիներս, որ այսպիսի խոսքերն, այսպիսի ուղերձները լավ բանի չեն տանում։ Այո, մենք պետք է վերանայենք մեզի ամեն անգամ։ Մենք պետք է ուշադիր լինենք մեր Աստված պաշտությանը, մեր Աստվածաշունչ կարդալուն, սիրելիներս, մեր աղոթների կյանքին, եկեղեցի գալուն ու ինչպես ենք անում այս ամենը։ Սիրով ենք անում, թե պարտադրված ենք անում։ Հավեսով ենք անում, թե ինչ որ մի դրդապատճառ կա մեր կյանքերի մեջ, որ անում ենք։ Եկեք բացենք Հովհաննեսի ավետարանը։ Առաջի գլուխ Հովհաննեսի ավետարան 1 եւ 9-րդ համարից կկարդանք։ Ճշմարիտ լույսներ, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ,
Բայց յուրայինները նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Հիսուս ասում է, եկել էր աշխարհ, ով որ ստեղծել էր ամեն ինչ, ամեն մարդկություն եւ ամեն ինչ որ տեսնում ենք, ասում է, եկավ ու իրան չընդունեցին։ Աշխարհը չընդունեց, լավ հասկացանք, ասում է յուրայինները իրենները չընդունեցին, էդ էլ մեկ քիչ կարելի հասկանալ։ Բայց գիտեք որներ է դարքիր, որ ասում է կային մարդիկ, թե այնտեղից մարդիկ կան, որ ընդունեցին։ Ասում է ինչ արեց Աստված։ Աստված իր որդիներ անվանեց։ Սերներս այսօր մենք այդ կոչման մեջ ենք։ Մենք այսօր այդ կոչման մեջ ենք, որ այսօր Աստված մեզի իր որդիները անվանել։ Եվ եթե դուրս կանք այսօր հարցում ենք մեր քաղաքում շատ չնչին տոկոս կլինի, որ ասի ես վադն եմ, ես Աստծուն չեմ հավատում, ես քրիստոնյա չեմ, հա? Չենք տեսնի երևի թե կամ կտեսնենք մի 100-ից 2-3 հոգու մոտ։ Մնացածը 100-ից 95% եւ ավելին կասեն ես հավատացյալ եմ, ես հավատում եմ Քրիստոսին, ես լավ մարդ եմ, մենք տունը Աստվածաշունչ ունենք, մենք տունը նարեկ ունենք, ես անցած տարի գնացել եմ Երուսաղեմ, ենթադրենք։ Իմ կայքեջիս վրա պրոֆիլի հետևը վառվող մոմերը դու կտեսնես։ Ես ամեն տոների ժամանակ ճրագ եմ տանում, տունս դնում, եթե մարում է հել եմ դառնում, հետնդից էլի հետ եմ բերում հենց տաճարից վառված ճրագը։ Ես Սուրբ Հովհաննեսել եմ քնացել անցած տարի։ Գիտեք, ու այս ամենի կոնտեքստում ուզում են համոզել, որ քրիստոնեություն է դա։ Այն քրիստոնեությունը, որը քրիստոնյա երկիրը 1725 տարի առաջ ընդունել է։ Սիրելիս, այդ չի ընդունել մեր երկիրը 1725 տարի առաջ։ Այն ինչով որ այսօր մարդիկ ուզում են ցույց տալ, որ իրանք քրիստոնյա են։ Սիրելիս, մեր քրիստոնեության արժեքները ավելին խորն են, քան մենք կարող ենք մի երկու ատրիբուտով ուզենանք ցույց տանք, որ այո, մենք քրիստոնյա ենք։ Այդպես չէ, սիրելիս։ Իրական քրիստոնյան այն քրիստոնյան է, ով որ Հիսուս Քրիստոսն իր կյանքի մեջ Տեր ու Փրկիչ է ընդունել, ով որ հավատում է Աստծուն ու նրա խոսքին, ով որ կարդում է Աստվածաշունչ եւ անում է Աստծո խոսքին համապատասխան։ Ամեն։ Եվ այն երկու պատվիրանները, որ Հիսուս ասեց, սիր քո Տեր Աստծուն ողջ սրտով, զորությունով, կարողությունով եւ քո ընկերոջը քո անձի պես, քո եղբորը քո անձի պես։ Սիրելիներս, ավելին նուրբ է աստվածաբանությունը կամ աստվածպաշտությունը, քան այսօր շատերը կարող են դրանով ապացուցել, որ իրանք հավատացյալ են։ Բայց մենք լինելով իրապես Աստծո որդիներ, հավատացյալներ, քրիստոնյաներ, չգիտես ինչի խուսափում ենք, որ ասենք, որ այո, ես եմ իրական քրիստոնյան Աստծո որդին, որովհետև հենց Հիսուս ինձ համար է ասում այստեղ։ Ինձ համար է վկայում այստեղ։ Բայց ում համար որ չի վկայում, ավելի բարձրաձայն է խոսում, ավելի բարձր է խոսում, ավելի մեծամտորեն է խոսում, քան մենք որ ավելին ունենք համարձակություն մարդկանց վկայելու Քրիստոսի մասին։ Չգիտեմ դուք արձատից գդալի պատմությունը գիտեք թե չէ, ով որ չգիտի պատմեմ իր համար։ Մի եկեղեցու մեջ հովիվներ են տեղափոխվում, այսինքն այդ եկեղեցու հովիվը գնում է ուրիշ քաղաք, այդ եկեղեցու մեջ մի հովիվ են բերում ուրիշ, ու երբ որ տեսնում են, որ նոր մարդ է այդ տարածքին, այդ եկեղեցուն ծանոթ չէ դեռ այդ հովիվը, հրավիրում են, մի ընտանիք հրավիրում է իր տուն, ասում է բերեմ, հյուրասիրեմ հովվիս, շատ լավ է իր ընտանիքին էլ, եւ ցույց տամ, որ իրականում ես հավատացյալ եմ, որ ինձ էլ մի ծառայության մեջ դնե էլի։ Հրավիրում են հովին իրանց տուն ու գեղեցիկ սպասքն են օգտագործում, ամեն ինչ լավ է, գեղեցիկ, որ հովի վրա տպավորություն թողնեն։ Ու բերում տնում են արդյատյա գդալներ սպասքի հետ, որ պատվի արժանացնեն,
Ու երբ որ նստում զրուցում են այդ բանին, այդ տան տղամարդը բերում է իրանց Աստվածաշունչ, ասում է Հովիվ ջան, դու գիտեք մենք ինչ հասուն քրիստոնյաներ ենք։ Ամեն օր մինչև այս Աստվածաշունչը չկարտանք Եսուկինս չենք աղոթում։ Կամ աղոթքից հետո ենք կարդում, բացում ենք Աստվածաշունչը, Տիրոջն ենք փնտրում, մենք այս Աստվածաշունչով քնում ենք ու արթնանում ենք։ Ու Հովիվը ասում է շատ լավ եք անում։ Ի նկատի կունենամ, որ այսպեսի հոգևոր մարդիկ կան մեր եկեղեցու մեջ։ Ու երբ մեր այս հովները գնում են, տան տերերը տունը հավաքելուց, մաքրելուց, ամեն բան դասավորելուց տեսնում են, որ արձատի գդալի մեկը չկա։ Ու շատ փնդրդելուց հետո, որ չեն գտնում, մտածում են, ասում են, դե բայց դժվար էլի, բայց կարող է մի ամիտեղը հովիվը վերցրավ ջեբը գցեց։ Գրբանը գցեց տարավ։ Բայց չէ, ասում եմ, մեր մտքից թող չեղնի քավլիցի, բայց սուրա չկա։ Ու մեկ ամիս տանջվելով իրանք իրանց մեջ չեն գտնում արձատից գդալը։ Երկրորդ ամիս տեսնում են, որ հով իրանց ծառայության մեջ չի տրել, իրանք իրանց մեջ մի քիչ բորբոքվում են, ասում են տելա, որում կասենք։ Կասենք, որ մեր ձեր գնալուց հետո մեր արձատից գդալը կորավ։ Կարող է պատամամբ դուք եք վերցրել։ Ու երբ որ գնում են հովին, ասում են Հովիվ ջան, դուք որ եկաք մեր տուն հիշում եք, ասում են հիշում եմ։ 2 ամիս առաջ ասում են հիշում եմ։ Հիշում եք, որ մենք ձեր դիմաց դրել ենք այն արձատից գեղեցիկ գդալներ, ասում են հիշում եմ։ Ասում են ձեր գնալուց հետո մի հատ կորել է։ Ասում են ու ինչ։ Կարող է դուք եք պատամամբ վերցրել։ Ասում են չէ, բայց ես գիտեմ այդ գդալի տեղը։ Ասում են որտեղ է այդ գդալը։ Ասում են հիշում եք այն Աստվածաշունչը, որ դուք ինձ բերիք ցույց տվեցիք, ասում են հիշում ենք։ Դրա մեջ եմ դրել, ասում է։ 2 ամիս առաջ դրա մեջ եմ դրել։ Սիրելիս 2 ամիս Աստվածաշունչ չի կարտացել, չի բացել, բայց ուզում է ասել, որ ամեն օր ես Աստվածաշունչ եմ կարդում։ Ուզում է ասել, որ մենք ամեն օր աղոթքից առաջ կամ հետո Աստվածաշունչ ենք կարդում։ Գիտեք, շատ անգամ մեր Աստվածաշունչի միջի էջանիշները անգամ թղթերը մոռացել ենք, թե երբ ենք դրել։ Հնությունից բաներ կա մնացած։ Արեք բացենք Աստվածաշունչը։ Արեք կարդանք։ Գիտեք, ինչ լավ բաներ կա գրած Աստվածաշունչի մեջ։ Գիտեք, ինչքան օգտակար բաներ կա գրած Աստվածաշունչի մեջ։ Եթե կարդանք իրականում, եթե կարդանք փոփոխությունը չի ուշանա։ Եթե կարդանք արձատից գդալներն եք գտնենք այնտեղ։ Ամեն։ Արեք բացենք Ծննդոց 28-րդ գլուխը։ Եվ 15-րդ համարը։ Այստեղ Հակոբի պատմությունն է, Հակոբը երբ որ քնած է լինում եւ Աստված տեսիլքներ է ցույց տալիս, Ծննդոց 28-ի 15-ի մեջ այսպես է գրված. Ահա ես քեզ հետ եմ եւ ամեն տեղ ուր էլ գնաս ես կպահպանեմ քեզ եւ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ թողնի մինչեւ որ չկատարեմ այնինչ որ ասել եմ քեզ։ Հակոբը զարթնեց իր քնից եւ ասեց. Իրապես Տեր այստեղ էր եւ ես չգիտեի։ Գիտեք, մինչև եթե այսպես չխորանանք աստվածաբանորեն, բա երազի մեջ ինչ խոսած, ինչ ուղերձ տվեց, ինչի համար էր Աստված քուն բերել իր վրա, մի կարճ վերջաբան նայենք։ Հակոբ ասում է արթնացավ եւ իր մեջ բաներ փոխվի, ասեց. Իրավ Աստված այստեղ է, բայց ես չգիտեի։ Գիտեք, մենք այս տարի հրճակված է Հայաստանի վրա արթնության տարի, զարթոնքի տարի։ Իրավ մինչև չարթնանանք, մենք չենք հասկանա, որ Աստված իրավ մեզ հետ է։ Իրավ մինչև մենք չթարմանանք ու թմրությունը չհեռանա մեր աչքերից, մենք չենք հասկանա ինչքան ժամանակ ենք մենք Աստծո հետ ու Աստված որտեղ է մեր կյանքի մեջ։ Ասում է Հակոբ արթնացավ ու ասեց. իրավ Աստված ինձ հետ էր, բայց ես չգիտեի։ Եվ գնալով առաջ Հովհաննես 8-րդ գլուխը Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ
Եվ երրորդ խոսքը կգարտանք. Դպիրներ ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին եւ նրան մեջտեղը կանգնեցնելով ասեցին Հիսուսին. Վարտապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Մովսեսը օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ինչ ես ասում։ Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու համար պատճառ ունենան։ Հիսուսը գետնին նայելով մատով կրում էր հողի վրա։ Բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասեց. Ձեզանից ով է անմեղ, թող առաջինը նա քարը գցի դրա վրա։ Եվ դարձյալ ցած նայելով կրում էր հողի վրա, սակայն նրանք այս լսելով մեկը մյուսի հետևից մեծից փոքր ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղումը կանգնած կինը։ Այդժամ Հիսուսը վեր նայեց եւ նրան ասաց. Ով կին, քեզ ամբարտավանողները որտեղ են։ Քեզ ոչ ոք չդատապարտեց։ Իսկ նա ասեց. Ոչ ոք, Տեր։ Հիսուսը նրան ասեց. Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում։ Գնա այսուհետ եւ մեղք մի գործիր։ Այս պատմությունը սիրելիներս շատ խորիմաստ պատմություն է։ Ինչի, որովհետև փարիսեցիներն ու դպիրները կարիք չունեին Հիսուսին հարցնելու, քանի որ չկար իրենց օրենքի մեջ գրված, եթե դուք տեսնում եք շնանալիս կնոջը կամ բռնեցնում եք երկու վգա ունենալով, ինչ որ մեկին պետք է հարցնեք։ Կարող եք միանգամից առաջինը վգայություն ունեցողը պետք է ինքը քարը գցեր նրա վրա։ Օրենքով այդպես էր տված։ Բայց բերեցին Հիսուսի մոտ կանգնեցրեցին ու ասեցին Հիսուսին հարց տվեցին, չասին դու քարը գցեիր, ասին ինչպես ես մտածում, պետք է քարը գցել, թե չէ։ Գիտեք, շատ հետաքրքիր էր ինձ զարմացրեց այստեղ Հիսուսի պատասխանը, որ չպաշտպանեց, չասեց, չէ, քարը չգցեք, մեղք է կամ բերեք հնարավորություն տանք, ասեց գցեք քարը վերեք իրանց։ Իրա վրան գցեք, ով որ գիտե որ ինքը անմեղ է։ Եթե ասում է ձեզանից մեկը անմեղ է, թող քարը առաջինը ինքը գցե։ Ու տեսնում ենք, որ իրանք արդեն քարերով զինված եկել էին։ Արդեն ամեն մեկի ձեռն է քարը կար։ Պատրաստված էին արդեն, այն որ ասում է լրիվությամբ, որ հենց հրամանը տրվի, միանգամից քարերը գցեն։ Ու Հիսուս ասեց. կարող է քարկոծել, բայց եթե քարկոծեին։ Պատկերացրեք այս պատմությունը մի ուրիշ շարունակությամբ ու նրանք սկսեցին քարերով խփել։ Գիտեք, այստեղ մի բան կար, մի նրբություն կա, որը մենք համեմատական տանելով շատ անգամ մեզ հետ կնայենք ու կասենք. մենք է շատ անգամ անմեղ չենք։ Այն որ ասում ենք սուրբ ու կատարյալ չենք, բայց սրբված ենք Աստծով, բայց կատարյալ չենք, բայց գնում ենք դեպի կատարելություն։ Բայց ամեն անգամ այդ քարերը մեր ձեռքերի մեջ եղնելով, այս մարդկանց նման, կարող ենք ազնվորեն այդ քարը գցել, որպես ներման քար, ներելով մարդկանց, հանդուրժանքի քար, հանդուրժելով մարդկանց։ Ու ասում եք, գիտեք ինչ արեցին այդ մարդիկ, ասում եք քարերը գցեցին իրենց խղճմտանքի համաձայն։ Գիտեք, իշքան ինձ դուր եկավ այս մարդկանց արժանապատվորեն քայլը։ Նրանք կարող են դպիրներ ու փարիսեցիներ մինչև վերջ ձևացնեն, որ իրանք սուրբ են։ Որովհետև սաղ ժողովուրդը իրանց նայելով նայում են դպիրներ ու փարիսեցիներ, ովքեր որ Աստծո խոսքը գիտեին, ովքեր որ ուղիղ էին Աստծո առաջ եւ Աստծո խոսքը կարող են մատուցեին։ Բայց ասում է իրանք այս խոսքից հետո, չգիտեմ գետին Հիսուսը ինչ էր գրում, որովհետև մինչև հիմա ոչ մի պատմության մեջ չկա գրված, թե Հիսուսը ինչ է գրել գետնին ավազի վրա։ Դրա համար շատ չենք խորանում եւ հորինում ինչ է գրել Հիսուսը, բայց մի բան ուզում ենք ասել, որ տեսնում ենք այստեղ, որ ասում է ամեն մեկը իր մեջ իր խղճմտանքի համաձայն ազնիվ կանգնավ Աստծո առաջ։ Գցեցին քարեր, ասին օքեյ, մենք էլ ենք սխալ։ Մենք էլ ենք սխալ,
Հիմի մեկինը մեծ էր, մեկինը փոքր էր, մեկինը շատ էր, մեկինը քիչ էր, մեկինը շնություն էր, մեկինը գողություն կարող էր լինել։ Բայց մեկ է, սխալ ենք, մենք էլ ենք մեղավոր։ Միակ ով որ կարող էր այս մարդու վրա քարը գցել Հիսուսն էր։ Բայց Հիսուսն էլ չարեց անգամ, է։ Հիսուսը բայց մի պայմանով չարեց։ Տեսնելով նրա միջի կոդրվածությունը, տեսնելով որ նա արդեն իր, այնու ասում է, իր արդեն падիժը իր մեջ արդեն ինքը ստացել էր, տեսնելով այդ ամենը Հիսուսը ասեց ես էլ քեզի չեմ տադում, բայց մի պայմանով էլ չանես։ Գնա ու էլ չանես։ Չենք տեսնում որ Հիսուս ասեց ես քեզի ներում եմ, օրենքը չեմ պահում, գնա։ Չէ ասում է, գնա, բայց դու էլ չանես։ Սիրելիս իրականում սա է ճշմարիտը, երբ որ մեզ ներվել է, շատ է ներվել, անգամ ներվում է։ Այդ քարը մեր ձեռքից գցել ենք վար, Հիսուսի տեսակետը վերցրել ենք, թե հələ քարով պատրաստ ենք, մինչև վերջ չներելու, բամբասելու, գցելու, հանելու ու վերջում տեսնենք, որ իր մեղքը թե այսքան էր, մերը տարավ այսքան։ Եվ այո, շատ կարևոր է, որ մենք համապատասխանենք Քրիստոսի բնավորությանը։ Եվ մի աֆորիզմ եմ գրել, ուզում եմ մի քիչ բարձրաձայն կարդամ։ Այս մի քանի օր առաջ, երբ որ Աստվածաշունչ էի կարդում, այս աֆորիզմի մեջս եկավ ու միանգամից հասցրի գրեի։ Քրիստոնեությունը ազատության ու սահմանափակման ներդաշնակությունն է։ Քրիստոնեությունը ազատության ու սահմանափակման ներդաշնակությունն է։ Մենք չենք կարող քրիստոնեությունը վերցնել միայն ազատություն է քրիստոնեությունը։ Եթե մենք վերցնենք միայն ազատություն է, մենք շատ հարցերի մեջ սխալ քայլեր կանենք։ Իսկ եթե վերցնենք, որ քրիստոնեությունը սահմանափակում է, այսքանի վրա պետք է անես, այսպես պետք է անես, մենք այդտեղ է կսխալվենք, Աստծո կամքից դուրս կելնենք։ Բայց քրիստոնեությունը համ ազատության, համ սահմանափակումների ներդաշնակություն է։ Երբ որ դու կարող ես երկուսն իրար հետ տեղավորել Աստծո խոսքի համաձայն ու ապրել այդպես։ Սա է քրիստոնեությունը, սիրելիներս։ Եվ արեք մի հատ ուրիշ հետաքրքիր պատմություն բացենք Աստվածաշնչից։ Ելից 4-րդ գլուխը։ Ելից 4 եւ 24-րդ համարից կկարտանք։ Ճանապարհին մի իջևանում Տերը հանդիպեց Մովսեսին եւ ուզեց սպանել նրան։ Սեփորան մի սուր քար վերցնելով կդրեց իր անթլպատ որդու թլիպը եւ գցեց Մովսեսի ոտքերի մոտ ասելով. Դու ինձ համար արյան փեսա ես։ Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեփորան ասեց. թլպատության պատճառով արյան փեսա։ Եվ Տերն ասեց Ահարոնին. գնա անապատ Մովսեսին դիմավորելու։ Նա գնաց եւ Աստծո լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։ Գիտեք, այս պատմությունը ես ուսումնասիրել եմ, մի քիչ քննարկել եմ ու ավելի, ասում է, ինձ համար հարցական պատմություն եղել միշտ, բայց ուզեմ ձեզ հետ կիսվեմ այն հայտնությունով, ասեմ թե հայտնագործությունով, ինչ որ ինձ շատ աստվածաբաններ ուսումնասիրությունից բացահայտվել է։ Գիտեք, այս պատմությունը շատ հետաքրքիր է, երբ որ Աստված, ասում է, ուզեց Մովսեսին սպանել։ Գիտեք, այն Աստված, ով որ մի գլուխ առաջ ցույց է տալիս Մովսեսին ինչ պետք է անի, ուր պետք է գնա, ինչպես պետք է Իսրայելին հանե Եգիպտոսից, խոստում է տալիս, հրաշքներն է ցույց տալիս, գավազանի, ձեռքի, ջրի, ասում է գնա, ես քո միջոցով այդ կհանեմ Իսրայել ազգին։ Աստված հանում է, ուղարկում է Մովսեսին ընտանիքի հետ։ Ու ճանապարհին գրված Աստված ուզեց Մովսեսին սպանել։ Աստված իմ հետ պետք է սպաներ։ Ինչի հանեցիր ընտանիքին հետը, ճանապարհեցիր ու ճանապարհի կեսին իջևանատան ուզեցար սպանել։ Մի քիչ բարդ է այս
կոնտեքստի մեջ հասկանալու, բայց երբ որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ Մովսեսը երբ որ Փարավոնի տանն էր ու իրան խնամում էր իր մայրը, ինքը մնաց այնտեղ մինչև 40 տարեկան։ Մինչև 3 ամսեգանը Մովսեսը ապրել է հրեաների ընտանիքի մեջ։ Ու հասկանում ես, որ Մովսեսը այս օրենքը, որը գրված է Ելիցի մեջ, որ նոր հրեաները պահում էին շատ անգամ թլպատությունը, գիտեք իրականում ինչ էր Աբրահամի ժամանակվանից, որ Մովսեսը ինքը թլպատված էր։ Մովսեսը օրենքի համաձայն ապրել էր։ Իրա մոտ օրենքի խնդիր չկար։ Ու ինքը գիտեր այդ օրենքները, որ Աստծո խոսքը պետք է հավատարմորեն պահել։ Ու այստեղ խնդիրը մենք տեսնում ենք, որ նրա որդիների հետ էր։ Բայց նրա որդիներն էլ փոքր երեխեք չէին։ Ասում են 40 տարի ինքը անապատի մեջ էր։ Հենց որ անապատ էր գնացել այդ ժամանակ հանդիպել էր իրականոջը Սեփորային, նրանք ամուսնացել էին, երեխաներ էին ունեցել։ Բայց չգիտես ինչի իրա տղեն, չգիտեմ մեծը թե փոքրը, ավելի հավանական է փոքրը օրենքը չէր պահել։ Օրենքից դուրս էր եկել, անթլպատ էր։ Ըստ հրեական օրենքի։ Ու գիտեք, այստեղ մենք կարող ենք այս շերտերը նայելով կարելի է առաջի մի բանը հասկանալ, առաջի շերտը, որ մենք ծնողներս պատասխանատվություն ունենք մեր զավակների համար։ Պատասխանատվություն ենք մենք կրում մեր զավակների համար։ Ասում է Սեփորան ինքը հասկացավ, որ ինքը ուներ պատասխանատվություն ու իր քայլից հետո իրավիճակ փոխվեց։ Մովսեսը հասկացել էր ժամանակին, բայց ինչ պատճառներով չէր արել, կամ չէր կարողացել, կամ չէին թույլ տվել, կամ չէր արել։ Փաստը մնում է այն, որ այդ ամեն ինչի հետևանքը ինքը պետք է հնձեր։ Սեփորան գիտեր, որ ինքը ուներ պատասխանատվություն իր զավակների վրա։ Գիտես, լսել եմ շատ անգամ մարդկանցից, որ ասում են, թե իմ երեխեքից ես չեմ կարող շփվել, որովհետև գրված է մարգարեն իր տան ընդունված չէ։ Սերիս ով է ասել, որ դու մարգար ես։ Ինչ ես որոշել, որ դու մարգար ես։ Աստվածաշունչը չի ասում, որ դու մարգար ես։ Գրած է քահանայական թագավորություն։ Քահանա ես դու ձեր տանը։ Որպես քահանա կանգնի։ Որպես քահանա բեր Աստծո առաջ։ Ոչ թե որպես մարգարե սպասը, երբ ես խոսք ստանալու, որ գնաս ասես, որ ընդունեն կամ չընդունեն։ Հաջորդ շերտը ինչն որ այստեղ տեսնում ենք, մենք տեսնում ենք, որ Աստված մի ինչ որ ժամանակ մեր կյանքերի մեջ, այն ինչ որ մենք խոսք ենք տվել Աստծուն, կամ մենք որոշել ենք այդպես բդանենք, բայց չենք արել, Աստված ինչ որ ժամանակ սպասում է։ Ինչ որ ժամանակ սպասում է, բայց գալու է մի հատ ժամանակ, որ մենք պետք է հաշիվ տանք։ Մովսեսին Աստված համբիրել է շատ երկար ժամանակ, թե երբ ինքը այն ինչ որ պետք է աներ, բայց չէր արել։ Հասել էր մի ժամանակ, ասում Աստված ուզեց Մովսեսին սպաներ։ Ինչի պատճառով։ Այն ինչի պատճառով, որ նա պետք է աներ Աստծո առաջ, բայց չէր անում։ Մտածելով, որ թե Աստված եթե չի ասում էլ, ուրեմն երևի մոռացել է։ Աստված որ չի ասում, կարող է այն որ ասում է անտեսել էր, Աստված իր խոսքը չի անտեսում, սիրելիս։ Չի մոռանում։ Եվ երրորդը ինչ ենք տեսնում, որ եթե մենք որոշել ենք Աստծո խոսքով ապրենք, ինչպես Մովսեսը պետք է գներ Աստծո խոսքը հրճագեր, Աստծո խոսքը տարածեր ու Աստծո խոսքով հաներ այդ ժողովրդին, պետք է ինքը Աստծո խոսքի հանդեպ հավատարիմ լիներ։ Եթե ինքը Աստծո խոսքը այնտեղ ծռել էր մի քանի տարի առաջ, ինքը չէր կարող այդ նույն խոսքով այնտեղ հեղինակություն որպես տարածեր ու բարձրաձայներ ու հրճագեր։ Չէր կարող։ Սիրելիներս, եթե մենք ուզում ենք Աստծո խոսքը մեր մեջ գործե, մենք պետք է Աստծո խոսքը կատարողներ լինենք։ Ու կտեսնես, որ Աստծո խոսքը քո կյանքի դու իմ կյանքից մեջ հզոր ձևի մեծ հրաշքներ ու նշաններ կանե։ Հզոր ձևի իրավիճակներ կփոխե, բայց երբ որ մենք կանգնած ենք խոսքի վրա ամուր, երբ որ մենք ինչպես մեկը կար մի մարդ ասեց օրենքի տառի համապատասխան, եթե մենք Աստծո խոսքը օրենքի տառի համապատասխան ընդունենք ու ուզենանք, որ մեր կյանքերի մեջ կատարվի։ Ամեն։ Հիմա
ու այս պատմությունը կարտալով մտածում եմ ասում Աստված ջան, բա լավ, քո շնորհքը պաստեղ չգործեց Մովսեսի կյանքում, գործել էր շնորհքը։ Շատ երկար տարիներ գործել էր Աստծո շնորհքը։ Ինչ է Աստծո շնորհքը սիրելիս։ Աստծո շնորհքը դա այն է, ինչին որ մենք արժան չենք, արժանացել ենք։ Այսօր մենք բոլորս էլ պետք է ու կարող ենք մեր կյանքերի մեջ հիշել լիքը բաներ, որի պատճառով մենք արժան չենք Աստծո որդիներ կոչվել ենք։ Աստված մեզի սիրել է, Աստված մեզի ընդունել է։ Հիմա այստեղ նստած չլինենք, նստած ենք, կանգնած եմ։ Այո, ես իմ կյանքից էլ կարող եմ ասել, այո, մենք Աստծո շնորհքի տակ ենք։ Աստծո շնորհքը մեր կյանքերի մեջ գործում է, բայց դա չի նշանակում, որ եթե Աստծո շնորհքը գործում է, ես կարող եմ ապրել այնպես, ինչպես որ ես եմ ցանկանում։ Եվ գնալով առաջ սիրելիներս, մի բան եմ ուզում ասել այստեղի համեմատ, որ այն անօրինական հողը, որը կա, այն աբորնի շինությունները, որ մենք մեր կյանքերի մեջ շինում ենք, հա, գեղեցիկ տներ, բարձրահարկ տներ, դա երկար կյանք չի ունենա։ Այն ինչ որ աբորնի շինությունը եւ անօրինական հողի վրա է կառուցված։ Մի օր հրեշտակը գալիս է ու իր այդ էքսկավատորով կմաքրի կտանի, բայց ավելի լավ է սկիզբը ճիշտ տնենք։ Ամեն բան օրինական լինի, ամեն բան ճիշտ լինի, ամեն բան Աստծուց լինի, որ չվախենանք, որ կորցնենք։ Եթե այն ինչ որ ճիշտ հիմքի վրա է շինված սիրելիներս, մենք չենք կորցնե։ Աստված կլինի երաշխավորը, բայց եթե մի գործ ենք ձեռնարկում, բայց արդեն սկիզբը խաբեություն կա, բայց եթե ինչ որ մի ծրագիր ենք սկսում մշակել, բայց արդեն սուդն է մեջը տիրում, անարգանքն է տիրում, մեկին արհամարելով կամ մեկի վրայով անցնելով ենք ուզում բան կառուցենք, սելիս դա ինչքան է գեղեցիկ սարքես մարդկանց աչքի առաջին ու ասես, տես ինչքան լավ ստացվավ իմ մոդս, մի ժամանակ ու կտեսնես։ Մի ժամանակ ու կտեսնես, որ Աստծո աչքի չեր վրիպել։ Ամեն։ Չի կարող հբարդությունն ու խոնարհությունը նույն տեղը բնակվել։ Ես այնքան խոնար եմ, բայց իր կյանքի մեջ այնքան մարդիկ են դաղված իր հբարդ վերաբերմունքից մարդկանց, բայց ես շատ խոնար, մենակ խոսքերով չես սիրելիս։ Այսպիսի մի արդահայտություն կա, որ հբարդության գերեզմանի վրա է միայն խոնարհության ծաղիկներ աճում։ Մինչև հբարդությունը չմահանա, խոնարհության ծաղիկների բույրը դու չես կարող առնես։ Մինչև մեր կյանքերի մեջ մենք չսպանենք հբարդությունը, մեծամտությունը, այդ խոնարհության, այդ համն ու հոդը իրականում չեն կարող ոչ մենք, ոչ մեր շրջապատը առնի։ Գնանք մի քիչ առաջ, 3-րդ թագավորաց 19-րդ գլուխ։ 3-րդ թագավորաց 19-րդ գլուխ եւ 11-րդ համարից կկարդանք։ Եվ նա ասաց. դուրս եք եւ սարի վրա կանգնիր Տիրոջ առջև։ Եվ հա Տերը անց էր կենում եւ մի մեծ ու զորավոր հողմ պատառոտեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև, բայց Տերը այդ հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ էլ չէր։ Երկրաշարժից հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ էլ չէր։ Եվ կրակից հետո մի մեղմ ու նուրբ ձայն։ Երբ Եղիան լսեց, այն իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը եւ ահա մի ձայն եղավ նրան ասաց. Ինչ ունես այստեղ, Եղիա։ Եվ նա ասեց. մեծ նախանձախնդրություն ունեցա։ Զորությունների Տեր Աստծո համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանը եւ քո մարգարեներին սպանել են սրով, մենակ ես եմ մնացել
ինձ էլ որոնում են, որ սպանեն։ Եվ Տերն ասաց նրան. վերադարձիր քո ճանապարհով անապատով գնա Դամասկոս, եւ երբ հասնես Ազայելին, թագավորի օծիր ասորիների վրա։ Տեսնում ենք այստեղ, որ Աստված Եղիային ասում է. ինչ ունիս Եղիա։ Բայց մինչև Աստված Եղիայի հետ խոսելը, Եղիան տարուտապի մեջ էր, Եղիան փախած էր, Եղիան խուճապի մեջ էր, նա Աստծուն էր փնտրում ու մի մեծ հող եղավ։ Պատկերացրեք մի հրաշք, մի նշան։ Ու Աստված չխոսեց իր հետ։ Մի երկրաշարժ տեղի ունեցավ, որ ինքը իր մեջ երևի մտածեց, ահա Աստված երկրաշարժներ անում է, որ ինձ ցույց տա իր զորությունը, էս է Աստված, իր ձայնը կհնչի երկնքից, Աստված էլի չխոսած։ Հրաշքներն եղավ, նշաններն եղավ, բժշկություններն եղավ, էս եղավ, այն եղավ, բայց ոնց որ թե ես Աստծուցենը չեմ լսում։ Սիրելիս, հող եղավ, կրակ եղավ, երկրաշարժ եղավ, բայց Աստված այդ ամեն մի աղմուկի մեջ չէր։ Աստված ասում է մեղմ շշուկով հանգիստ լռության մեջ սկսեց խոսալ Եղիայի հետ, սկսեց հանձնարարականներ տալ, սկսեց խոստումներ տալ, սկսեց իր հետ ծրագրեր մշակել, բայց երբ որ Եղիան իր սիրտը, իր միտքը, իր տեսլականը, ինչ որ ինքը պատկերացնում էր, հասկացա, որ այդպես չէ։ Մենք գիտեք իրականում պատկերացնում ենք հենց եկեղեցի են գալիս, այստեղ պետք է միանշանակ հրաշքներ տեղի ունենա։ Հենց եկեղեցու մեջ հրաշք չեղավ, ուրեմն չէ, Աստված չկա։ Կամ գեր բնական պիտի բեմի վրա բան կատարվի, ուրեմն Աստված է։ Եթե չեղավ, ուրեմն Աստված չկա։ Հենց Հովինասի ծերը աղոթեր, հովը ծերը դրավ, բայց բան չզգացի, ուրեմն երևի Աստված չկար։ Սիրելիս, Աստված կգործե քո համբերատարության այդ միջոցով։ Աստված կգործե քո հավատարմության այդ միջոցով։ Աստված կգործե մեր հնազանդության միջոցով։ Ու որտեղ որ մենք չենք սպասում, հենց այդտեղից Աստված կգործե։ Գիտեք ինչն է հետաքրքիր ինձ։ Ես ինձ շատ անգամ սրա մեջ հարցնում եմ ու ուզում եմ բռնացնել, որն է ճիշտը, ու ունեմ պատասխան, բայց ամեն մեկս պետք է մենք մեզ հարց տանք, մեր եկեղեցի գալու մոտիվը ինչն է գերակշռում, սպասումը, թե նվիրումը։ Մենք ավելի շատ որ գալիս ենք եկեղեցու, սպասում ունենք, թե ուզում ենք նվիրում ունենանք։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը իր նժարին միշտ դնում է այս մեր միջի դրդապատճառը։ Եկեղեցի ենք գալիս սպասումով, ինչ որ մի բան կառնենք, կվերցնենք, թե նվիրումով, թե մենք ինչ կարող ենք անել։ Ինչ կարող եմ ես օրինակ անել Աստծո դաշտերի մեջ։ Ինչ կարող եմ ես անել իմ կողքինիս կյանքի մեջ։ Ինչ կարող եմ ես անել Աստծո արքայության մեջ մի բան, ինչ որ կարող եմ անել, այդ նվիրումով եմ գալիս, թե ինչ կարող են ինձ տալ։ Եկեղեցի գալու այն որ ասում է օգուտներից գիտեք որն է, ասեմ օգուտները։ Նախ առաջինը մենք գալիս ենք զորանալու համար։ Ամեն։ Դու այսօր կարող ես զորանաս, քո որոշումն է, ընդունես թե չընդունես։ Մենք գալիս ենք Աստծուն ճանաչելու համար։ Մենք գալիս ենք մեզ ճանաչելու համար։ Ու մենք գալիս ենք փոխվելու համար։ Եթե այս 4 բանը մենք ուշադրություն դարձնենք, կտեսնենք փոփոխություններ, կտեսնենք հրաշքներ, կտեսնենք նշաններ։ Առաջինը մենք գալիս ենք Աստծուն ճանաչելու համար, երկրորդը մեզ ճանաչելու համար, երրորդը փոխվելու համար, ամեն, եւ չորրորդը զորանալու համար։ Կարելի է նվագել։ Եվ Հովհաննես 11-րդ գլուխը արեք բացենք, նախավերջի տեղը, սիրելիներս։ Հովհաննես 11-րդ գլուխ եւ 32-րդ համարից։ Այս պատմությունը երևի թե դուք շատ լավ գիտեք,
Մարիամի, Մարտայի մասին է, երբ որ նրանց եղբայր Ղազարոսը մահացել էր, այսինքն դեռ չէր մահացել, հիվանդ էր, լուր ուղարկեցին Հիսուսին, որ արի քո սիրած Ղազարոսը հիվանդ է, ծանր է, ու ասում է Հիսուսը մի քիչ ցկցկեց գալը իրա։ Ու երբ որ Հիսուսը եկավ, արդեն Ղազարոսը մահացել էր։ Եվ արեք 32-րդ համարից կարտանք։ Բայց երբ Մարիամը եկավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, ու նրան տեսավ, նրա ոտքերն ընկավ ու ասեց. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։ Երբ Հիսուսը տեսավ, որ եւ նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովեց, հուզվեց, եւ Հիսուսն ասեց. «Որտեղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տեր, արի ու տես»։ Հիսուսն արդասվեց։ Այդժամ հրեաներն ասում էին. «Տես ինչպես էր նրան սիրում»։ Նրանցից ոմանք ասում էին. «Նա որ կույրի աչքերը բացեց, չէր կարող այնպես անել, որ Ղազարոսն էլ չբեռներ»։ Արդ Հիսուսը դարձյալ ինքն իր մեջ խռովելով գերեզման եկավ, դա մի քարայր էր, վրան մի քար դրած։ Հիսուսն ասաց. «Վերցրեք այդ քարը»։ Մեռածի քույրը Մարտան նրան ասաց. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև 4 օրվա է»։ Հիսուսը նրան ասեց. «Քեզ չասացի, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»։ Եվ քարը բարձրացին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասեց. «Հայր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց դա ասացի շուրջս կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր»։ Գիտեք, այստեղ էլի այդ նույն հարցն էր. Տեր, եթե դու այստեղ լինեիր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրս չէր մահանա։ Ինչն է հետաքրքիր, որ եթե մարդը իրականում ինքն իրան դրել Աստծո ծրագրի մեջ, մտքերից մեջ, մենք գիտենք ու Աստված այստեղ է, թե Աստված այստեղ չէ։ Մեր իրավիճակի մեջ տեսնենք, թե չտեսնենք, որ Աստված մեզի հետ է։ Կամ զգանք կամ չզգանք Աստծո ներկայությունը, բայց եթե մի պայման, եթե մենք դրել ենք մեզ Աստծո ծրագրի մեջ, Աստծո կամքը անպայմանորեն կկատարվի մեր կյանքի մեջ։ Եթե մենք իրականում որոշում ենք կայացրել, որ մեզի դնենք Աստծո ծրագրի մեջ, Աստծո այն մեխանիզմի մեջ, որը գործել է ու գործում է, առանց մեզ էլ, մեզ հետ էլ ինքը գործում է ծրագիրը։ Այնպես չէ, որ մենք շատ այնօր երևելի ենք, որ առանց մեզ այդ ծրագիրը չի աշխատի Աստծո։ Այդ մեխանիզմը չի գործի, եթե մենք չլինենք։ Հենց ես այդ մեխանիզմից դուրս եկա, այդ մեխանիզմը անպիտան կդառնա։ Չկա այդպիսի բան, սիրելիս։ Աստծո մեխանիզմը մեկ է կաշխատի։ Ես մի օրինակ եմ սիրում, որը շատ անգամ բերում եմ, ասում եմ, երբ որ ձեռքդ մտցնես ջրի մեջ եւ դուրս հանես ջրից, ձեռքի տեղը դադարք կմնա ջրի մեջ միտե, կլցվի, չէ՞։ Դադարք չի մնա։ Այդպես շատ անգամ մենք մտածում ենք, որ հա ես որ չանեմ, այդ տեղը կերևա։ Միգուցե մի որոշ ժամանակ կամ մի փոքր տարբերությամբ երևա։ Բայց Աստծո ծրագիրը, Աստծո գործը չի կանգնում, չի կանգնել եւ չի կանգնելու, սիրելիս։ Ավելի լավ է մենք մեզ մտցնենք այդ ծրագրի մեջ, մաս ու բաժին ունենանք, օրհնությունը ժառանգենք, քանց մտածենք, որ մենք այնքան երևելի ենք, երևի մեզ մի օր մեզ բամբան երկով կգան մեր հետևից, կխնդրեն, որ մենք էլ կանք էլի, մենք էլ մտնենք։ Սիրելիս, արեք մի քիչ ստապ նայենք ամեն ինչին։ Արեք մի քիչ այն գույնավոր բաներից հենկոմ նայենք, իրականում մենք կարիք ունենք Աստծո ջրերի, մենք կարիք ունենք իրականում Աստծո հետ մտերմության, մենք իրականում ավելի շատ կարիք ունենք Աստծո հետ շփման, մենք ավելի շատ կարիք ունենք Աստծուն ծառայելու մի բանով օգտակար լինելու իր գործին։ Ու այսօր դուք լսեցիք հայտարարությունները, իրականում սա հնարավորություն է, որ մենք կարող ենք ասել, որ կարիք կա, կարող ենք ասել ընդհանրապես քո կարիքը չկա, բայց դու շատ ուզենայիր, որ մի բանով ծառայեիր, մի բանով օգտակար եղնեիր, մի բան մաքրեիր կամ մի բան վերցնեիր, բայց ասենք չէ, հերիք ենք մենք, դու չկբնես ոչ մի բանի,
Սիրելիս, հնարավորություն կա։ Մի բաց թողեն հնարավորությունը, որը ժամանակ առ ժամանակ մեզ ընձեռվում է։ Ամեն։ Եվ այո, իրականում մենք պետք է մեզ մտցնենք Աստծո ծրագրի մեջ, այն ծրագրի մեջ, որ իրականում գնանք ու պատղաբեր լինենք, այն ծրագրի մեջ, որ մնանք Տիրոջ մեջ եւ Տիրոջ փառքը տեսնենք։ Եվ գիտեք, այս ամենը, ինչ որ կարտացինք, ինչ այն տեղերը, որ ուսումնասիրեցինք, այն տեղերի վրա, որ մտորեցինք, կարող ենք մի եզրահանգման գալ։ Այն վերնագիրը, որ ունենք ուր է Աստված, կարող ենք ասել հստակ, որ Աստված ամեն անգամ, ամեն ժամանակ մեզի հետ է, բայց մենք ուր ենք։ Ամեն։ Աստված մեզ նայում է, Աստված մեզ սիրում է, Աստված մեր վրա գտած է, բայց մենք ուր ենք նայում, ուր ենք գնում եւ ում հետ ենք գնում։ Եվ այս ամբողջ թեմայից 3 հարց եմ 3 հարցերի կետեր եմ առանձնացրել։ Ուզում եմ այս հարցերը լսենք ու մտածենք։ Լսենք ու մտորենք մեր կյանքերի մեջ, որ կետի մեջ ենք մենք։ Առաջի կետը գրել եմ այսպես. Արդյոք մենք Աստծո հետ ենք, թե Աստծո հետ չենք դեռ։ Երկրորդ կետը. Արդյոք մենք հասկանում ենք, երբ ենք Աստծո հետ, ու որ պահից էլ Աստծո հետ չենք։ Արդյոք մենք հասկանում ենք, այն առաջի հարցս հասկանալու հետ կապ չուներ, գիտենալու հետ կապ ուներ։ Մենք Աստծո հետ ենք, թե չենք։ Իսկ այս կետը կապ ունի, մենք հասկանում ենք, թե չէ, կարող ենք տարիներով գնանք, բայց չհասկանանք, մենք Աստծո հետ ենք, թե Աստծո հետ չենք հիմա։ Եվ երրորդը, արդյոք հասկանալով, որ երբ մենք Աստծո հետ չենք, կամ էլ չենք էլ եղել այսքան ժամանակ, ամեն ինչ անում ենք, որ Աստծո հետ լինենք։ Ամեն ինչ անում ենք, որ հրավիրենք Քրիստոսին մեր կյանքերի մեջ։ Ամեն ինչ անում ենք, որ ապաշխարելով, մարդկանց ներելով, մեր բնավորությունը փոխելով Աստծո քաղցր ներկայությունը գա մեր կյանքերի մեջ։ Եվ եթե հասկացել ենք, որ այո, Աստծո հետ ենք, եթե գիտենք, որ Աստծո հետ ենք, ամեն ինչ անում ենք, որ չկորցնենք Աստծո հետ լինելը։ Ավելին շատ ու թանկ գնահատում ենք այդ փոխհարաբերությունը, թե չէ։ Ամեն։ Գիտեք, այս 3 կետերը, որոնք որ ես առանձնացրել եմ, սա թող լինի մեր հարցը, մենք մեզի տանք։ Ու մենք մեզի պատասխանի արդյունքում կգտնենք, թե մենք ինչ փուլի մեջ ենք եւ ինչ պետք է անենք։ Եկեք կանգնենք մեր ոտքերի վրա եւ մի տեղ Աստվածաշնչից կկարտանք ու կաղոթենք սիրելիներս։ Եփեսացիս 3-րդ գլուխ եւ 20-րդ համարը։ Եփեսացիս 3:20 Բայց նրան, ով որ մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում ենք, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից ամեն։ Ասում է, այն որ մեր մեջ Աստված ներգործում է, մեր մեջ ու մեր միջոցով ներգործում է Աստված, ասում է, կարող է ինքը ավելին անել, քան մենք հասկանում ենք ու պատկերացնում ենք։ Հենց հիմա դու ինչ պատկերացնես, որ Աստված քո կյանքի մեջ կարող է անել, Աստված այդ օրից ավել կարող է անել։ Ինչքան մտածես ավել, Աստված հենց այդ քո մտածածից դու պատկերացրածից ավելին կարող է անել ու ուզում է անել։ Եվ ասում է, փառքը նրան եկեղեցու մեջ։ Ամեն։ Արժե ասում փառք տալ եկեղեցու մեջ։ Ամեն։ Եվ ասում է, նա սերնդեսերունդ է հավիտյան քո կյանքի մեջ։ Աստված ոչ թե մենակ իմ ու քո հետ ծրագիր ունի, սիրելիս, ոչ թե մենակ իմ ու քո երեխեքի հետ ծրագիր ունի, այլ սերունդների հետ ծրագիր ունի։ Քո ու իմ սերունդի հետ արդեն մեր միջոցով, մեր պատճառով ասեմ, Աստված ծրագրեր է մշակել, ծրագրեր է սահմանել,
Սերունդների համար։ Երբեք դու քո մտքի մեջ սերունդներիդ համար դուր չտնես։ Դարբասներ չտնես։ Մի այս վերջերը մի մարդու համար է աղոթում սիրելիս։ Նոր ծնվող երեխայի համար։ Ու Աստված հա ոչ թե աղոթում է որովայնի պետքի համար է ասում, ասում է սերունդների համար իր աղոթ է։ Ասում Աստված իմ, հիմա ես չեմ կարող սեր, ես հիմա ուզում եմ աղոթել իր պետքի համար, իր երեխու համար, Աստված ասում է սերունդների համար խոսա։ Ու հասկացա, որ Աստված իմ մտածելակերպը տեսադարձ է փոխում։ Մենք շատ ենք սահմանափակվել մեր տեսածի վրա։ Աստված ուզում է ավելին նայենք, որ Աստված սերունդ օրհնող Աստված է։ Աստված քո ու իմ սերունդի Աստվածն է, ամեն։ Հալելույա։ Արեք աղոթքով գանք Տիրոջ առաջ, գոհանանք ու իրականում շնորհակալ լինենք, որ Աստված այնտեղ է, որտեղ որ մենք նրան փնտրում ենք։ Աստված այնտեղ է, որտեղ որ մենք կարիք ունենք։ Աստված այնտեղ է, որտեղ որ մենք ուրախության մեջ ենք։ Աստված այնտեղ է, որտեղ որ մենք նրա երեսի առաջ ենք։ Աստված ամեն տեղ մեզ հետ է։ Հայր Հիսուսի անով շնորհակալ ենք, Տեր։ Իրականում Տեր իմ Աստված, ների՛ր մեր Տեր անհավատությունների համար, ների՛ր մեր թերահավատությունների համար, ների՛ր մեր Տեր իմ Արքա ամեն կարճատեսության համար, Տեր, ների՛ր մեր Տեր այն տրդունջների համար, որ արել ենք եւ արել ենք Տեր իմ Աստված քո առաջդ։ Խնդրենք Տեր իմ Աստված, որ դու Տեր զորացնես մեր հավատքը, Տեր։ Տաս մեզ Տեր իմ Արքա Աստվածային այն հավատքը, Տեր, որ դու ուզում ես ամեն մեկս ունենանք, Տեր, որ առանց կասկածանքի, առանց թերահավատության, Տեր, վստահենք քեզի, Տեր, մինչև մեր կյանքերի վերջը։ Եվ կարողանանք փոխանցել մեր սերունդներին այն պատգամը, Տեր, այն կանչն ու կոչումը, Տեր, որի մեջ որ մենք կանք եւ անցնում ենք եւ նրանց էլ ուղղորդելու ենք, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ այն պատասխանատվությունը, որ կա մեր կյանքերի մեջ, Տեր, չգցենք կողքի եւ չարհամարենք ու չանտեսենք, Տեր իմ Աստված, այլ հավատարիմ լինենք, ինչպես դու ես հավիտյան հավատարիմ մեր Աստված։ Եվ դու Տեր իմ Աստված քո քաղցր ներկայությամբ Տեր ողողես մեր կյանքը եւ քո շոշափելի ու Տեր թանձր ներկայությամբ կպնես ու ամեն մեկից Տեր իմ Արքա փարվես Տեր իմ Աստված եւ բժշկելով, նորոգելով, Տեր ներելով ու Տեր վերականգնելով Տեր իմ Աստված մեզ նորից Տեր իմ Արքա են քո գործիդ մեջ, քո արքայությանդ մեջ մասնակից անես Տեր Հիսուսի անունով եւ մենք Տեր իմ Արքա մեր անձերը, մեր կյանքերը խոնարհեցնում ենք քո առաջը Տեր եւ ասում ենք Տեր իմ Աստված դու ես լիիրավ Աստված ինչպես կամենում ես այդպես էլ արա մեր կյանքերի մեջ որովհետեւ քո կամքը Տեր իմ Արքա բարի է Տեր քո կամքը Տեր հաճելի է Տեր քո կամքը կատարյալ է Տեր մեզ համար Եվ դու կարող ես ավելին անել, քան այսօր մենք երազում ենք, ցանկանում ենք կամ ուզում ենք Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր մեր սերունդների համար Տեր։ Շնորհակալ ենք այն սերունդների համար, որ դեռ մենք չենք տեսել, բայց դու տեսել ես արդեն Տեր։ Եվ արդեն խոսածել ես օրհնություն Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր։ Ամենակարող Աստված, քաշիր մեզ դեպի քեզ Տեր։ Ամեն ժամանակ քաշիր մեզ դեպի քեզ Տեր եւ մի թող մեզ Տեր իմ Աստված մի թող մեզ Տեր Հիսուսի անունով շնորհակալ ենք Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված ամեն